նույն անամոթությամբ տերորիզմը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանի Հայաստան խմբակցությունը։ Սա ողբերգություն է։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանի բոլոր 3 նախկին նախագահները առնվազն տերորիստի հոգեբանություն են ունեցել։ Եվ ստացվում է, որ Հայաստանի 3 նախկին նախագահները որպես տերորիզմի հոգեբանությամբ էլ կառավարել են սեփական ժողովրդին պատանդ պահելով նրան, ինչպես տերորիստն է պատանդ պահում։ Այլապես ո՞նց կարող է երկիրը ղեկավարած մարդիկ 10 տարի եւ ավել կամ մի փոքր պակաս ո՞նց կարող են արդարացնել պետության գլխատումը։ Ո՞նց կարող է Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն անել եւ շրջանցել այս թեմաները, պետության զավթման մտադրությունները, պլանները, հայտնաբերված զենք զինամթերքը, երբ ինքը հոկտեմբերի 27-ին կոչ էր արել համախմբվել պետության եւ Ռոբերտ Քոչարյանի երկրի նախագահի շուրջ։ Ոնց կարող է հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ թիվ 1 կասկածյալը եւ դրա թիվ 1 շահառուն հայտարարություն անի եւ պաշտպանի տերորիզմ պլանավորածներին։ Եվ ոնց կարա տերորիզմից գանգատված եւ կրկին տերորիզմի թիրախ հանդիսացած Սերժ Սարգսյանը արդարացնի տերորիզմը։